Բարև ձեզ հայրենակիցներ։ Ամերիկահայ գիտակից Սփյուռքը ամենայն ուշադրությամբ հետևում է հայաստանյան նախընտրական իրադարձություններին։ Վերջին տարիների իրադարձությունները հուշում են, որ այս ընտրությունները կարող են համարվել պատմական, եթե չասենք ճակատագրական։ Ցանկացած մեկնաբանություններ որևէ թեկնածուի վերաբերյալ անչափ կարևոր են, սակայն դրանք պետք է լինեն փաստացի հղումներով եւ ոչ սիրողական մակարդակով, այլ մասնագիտական մոտեցմամբ։ Իմ այս մեկնաբանությունը չի ընդգրկում հայաստանյան իշխանությունների ներքին եւ արտաքին բազմաթիվ չլուծված խնդիրները, թերևս նախկինում այդ մասին բարձրաձայնել եմ, այլ վերաբերվում է հայաստանյան ներկա իշխանությունների առաջի դեմքին, Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռած վարքագծին, որը եւ թե նախկինում եւ թե ներկայում անչափ վտանգավոր է օբյեկտիվ եւ խելացի որոշումների կայացման տեսակետից, առավելապես երբ երկրում բացակայում են ողջամիտ որոշումների կայացմանը նպաստող իրավական զսպման մեխանիզմներ։ Եթե որևէ անձի կողմից բերված ճարտասանության մասաների կողմից կարող է ընկալվել վստահ եւ իրավիճակին տիրապետող անձնավորության, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին, ապա բժշկագիտական տեսանկյունից այն ընկալվում է մեկ այլ տրամաբանությամբ։ Ուշադրություն է դարձվում մեկնաբանության ոճին, մտքերի ձևակերպմանը, բառերի տրամաբանական ընթացքին, հռետորի շարժումներին, ընդհուպ ձայներանգի առոգանության փոփոխություններին։ Այնպիսի պայմաններում, երբ հայաստանյան պետականությունը վտանգված է, առաջի պլան են գալիս միանձնյա որոշումներ կայացնող անձի վարքագծի լուսաբանումը, լինի դա հավանական արտաքին փոխհատուցումների կամ դավաճանության նկարագրով, որոնք նորմալ ժողովրդավար երկրներում քննարկում են ազգային անվտանգության ծառայություններում, եւ թե լինի հոգեուզական անկայուն վարքագծի կտրվածքով, որոնք նորմալ ժողովրդական երկրներում քննարկման առարկա են երկրի դատաբժշկական համապատասխան գերատեսչություններում, չասենք նաեւ երկրի գլխավոր դատախազությունում։ Իմ նկատառումները Փաշինյանի հոգեկան վարքագծին ամբողջովին գիտական են եւ որպես մեկնաբանության սարժարիթ նկատի չի առնված նրա ապազգային գործունեությունը, այլ նրա կողմից իրականության ընկալման թյուրըմբռնումը եւ պատասխանատվության բացակայությունը, որը բժշկագիտական դասակարգմամբ ընկած է բացառապես բոլոր հոգեախտանիշ հիվանդությունների հիմքում։ Ես Վարդան Կարագյուզյանն եմ, երկար տարիներ ղեկավարել եմ ամերիկյան բժշկական գիտական կենտրոնը եւ որպես հայ ազգի անտարբեր չեմ հայաստանյան իրականության նկատմամբ։ Միացյալ Նահանգներում անկախ իմ զբաղեցրած պաշտոններից եւ մասնագիտությունից ես առաջին հերթին հայ եմ եւ Հայաստանի վերաբերող ցանկացած խնդիր համարում եմ իմ անձնականը։ Իմ մեկնաբանության շարաշրջությունը կլինի այնպիսի ստուգաբանմամբ, որպեսզի բժշկական տերմինաբանություն լինի հնարավորինս քիչ եւ պարզ ձևակերպմամբ։ Կբերվեն կոնկրետ հիվանդությանը բնորոշ բժշկագիտության հայտնի տեսական ախտանիշներ եւ այն կհամադրվի ներկա վարչապետի մոտ նկատվող նույնատիպ վարքագծին, դրանով իսկ փաստելով հիվանդության առկայությունը։ Իմ մեկնաբանության մեջ հակիրճ կբերվի նաեւ առողջապահության միջազգային ընկերակցության դիրքորոշումը, նմանատիպ հոգեվարքով մարդկանց վերաբերյալ, ինչպես նաեւ որոշ կոնցեպտուալ մոտեցումներ քրեա իրավական տեսակետից։ Իսկ հիմա ավելի առարկայական։ Հայաստանում ամենաբարձր պաշտոնում հայտնվել է խնդրահարույց առողջական խնդիրներ ունեցող անձ, որին ըստ բժշկագիտական դասակարգման պետք է վերագրել հոգեբանորեն անհավասարակշռված եւ պսիխոպաթ։ Դա հոգեվիճակ է, երբ անձը սկզբում լինում է անհամեմատ հանգիստ, այնուհետև կարող է վերածվել անզուսպ եւ ոչ համարժեք վարքագծով անձնավորության։ Փաշինյանի դեպքում առկա են ոչ միայն անհավասարակշռված պահվածք, այլ նաեւ գիտելիքների եւ տեղեկատվության վիթխարի պակասի հետևանքով բառախաղերի հմտության աճպարարություն, այլ խոսքով մանիպուլյացիա։ Ավելին, մասաների հետ հանդիպումներում յուրացրել է նաեւ ձայնի հնչեղության տեխնիկան
ինչպես նաև բառակապակցությունների կրկնությունը նպատակ ունելով ազդել ներկաների կամ դիտորդների մտքերի կամ զգացմունքների վրա։ Ըստ Օքսֆորդի բառարանի, մանիպուլյացիան կամ որ նույն է խոսքի աճպարարությունը սահմանում է որպես մարդկանց վրա ներգործելու եւ նրանց կառավարելու ակտ։ Այն հոգեբանական թաքնված ազդեցություն է մարդկանց մտքերի եւ զգացմունքների վրա եւ այն իրականությունը աղավաղելու փորձ է շահադիտական նպատակներին հասնելու ենթադրությամբ, այդպես բերված է տեղեկագրում։ Իսկ բժշկագիտության դասակարգման պսիխոպաթիայի հիմնական ախտանիշներից են մանիպուլյացիայի միջանձնային վարքագիծ, քրոնիկ ստախոսություն, պաթոլոգիական հակասոցիալական վարքագիծ, ինքնագոհություն, ինչպես նաև անկանխատեսելի վարքագիծ։ Պսիխոպաթիայի կամ որ նույնն է հոգեպաթիայի ռիսկի գործոնները ներառում են գենետիկական, նյարդակենսաբանական եւ շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցություն, որոնք հաճախ ի հայտ են գալիս կյանքի վաղ շրջանում եւ բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ առաջնային, որը բնորոշվում է որպես ցածր անհանգստություն եւ գենետիկ ազդեցություն, երկրորդային, որպես բարձր անհանգստություն, շրջակա միջավայրի ազդեցություն։ Առաջնային պսիխոպաթները սառը, հաշվարկող եւ անսկզբունքային են, մինչդեռ երկրորդ հոգեպատները իմպուլսիվ են, անհագիստ եւ ռեակտիվ։ Ներկայումս պսիխոպաթիայի առավել կիրառական դասակարգումը հետևյալն է. այն բաժանում է հետևյալ ենթատիպերի, որոնք հիմնված են արդեն վարքագծի եւ ծագման վրա։ Առաջնային ծնված հատկանիշներով պայմանավորված, երկրորդային միջավայրին ազդեցությամբ պայմանավորված, ինչպես նաև անկայուն եւ նարցիսստիկան կամ իրեն հպատակեցնելու վարքագծով պայմանավորված։ Առաջնային հոգեպատները նրանք հաճախ համարվում են ծնված, այլ ոչ թե ձեռք բերովի, ունենալով հոգեպաթիայի գենետիկ նախատրամադրվածություն։ Նրանց մոտ պատասխանատվության զգացումը բթացած է եւ չունեն վախի, անհանգստության կամ հուսական խորություն։ Նրանք մանիպուլյացիաներ են անում ուրիշների հետ իրենց ուզածին հասնելու համար, բայց սովորաբար չեն ցուցաբերում պայթուցիկ բռնություն։ Երկրորդային հոգեպատները հաճախ կարծում են, որ նրանք առաջացրել են իրենց մոտ միջավայրը, ինչպիսիք են տրավման կամ կյանքի վաղ շրջանի ստրեսները։ Նրանք ավելի անխոհեմ, իմպուլսիվ եւ ռիսկի դիմող են, քան առաջնային հոգեպատները։ Նրանք հակված են ավելի բարձր մակարդակի ստրես եւ անհանգստություն զգալ, ինչը նրանց դարձնում է ավելի հուզականորեն ռեակտիվ։ Երրորդը անկայուն հոգեպատները այդ դասակարգման կոչվում են խելահեռ հոգեպատներ, հեշտությամբ են վիրավորվում եւ հակված են զայրույթի։ Նրանք բնութագրվում են իմպուլսների ցածր վերահսկողությամբ, բարձր գրգռվածությամբ եւ անկանոն, երբեմն բռնի վարքագծով։ Նրանք հաճախ կոնֆլիկտների մեջ են լինում շրջապատի մարդկանց հետ իրենց անկայուն բնույթի պատճառով։ Նարցիսստիկան հոգեպատները եսասեր, իրենց բացառիկ իրավունքներով օժտված հիվանդները, որոնք հաճախ իրենց խարիզմին օգտագործում են ուրիշների վրա մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Այս ենթատիպերի մեջ որևէ սահմանապատում չկա եւ ենթադրյալ պսիխոպաթ վարքագծում կարող է նկատվել այլ ենթատիպերի բնորոշ ախտանիշներ։ Նորից ուզում եմ ընդգծել, որ Փաշինյանի հոգեկան վարքագծի վերաբերյալ որպես մեկնաբանության շարժառիթ նկատի չի առնված նրա ապազգային գործունեությունը, այլ նրա իրականության ընկալման թյուրըմբռնումը եւ անհավասարակշռված վարքագիծը։ Եթե նա նույնիսկ լիներ ազգայնամետ եւ երկրի համար կարևոր որոշումներ կայացնող, այնուհանդերձ նրա վարքագիծը տեղիք է տալի բարձրաձայնելու։
Իր լրացումն այս բոլորին Փաշինյանի մոտ նկատել են նաև հետևյալ ախտանիշները. շրջապատի նկատմամբ վստահության կորուստ, կասկածամտություն, սուտ խոսելու, մտքերը յուրովի ձևակերպելու հակում, անսովոր ժեստեր, ծամածառություն, թատերականություն, տրամադրության փոփոխություններ կամ այն երկարատև ծիծաղի նոպաներ։ Նրա մասնակցությամբ հանդիպումներում կարելի է նկատել ամեն ինչից հասկացող մասնագետի և ծայրահեղ ինքնագոհ հոգեխառնվածի դերակատարություն, որը նարցիսիզմի հիմնական էլեմենտներից է, և որի դեպքում ինքնագոհ հոգեխառնվածքին միանում է շրջապատի կարծիքի անտեսումը, ուղեկցելով արհամարհական վերաբերմունքով և պատասխանատվության բացակայությամբ։ Խորհրդարանի ամբիոնից արևելյան պարարվեստի գոհարները և նախընտրական հանդիպումներն նրա վարքագիծը այդ բոլորի վառ ապացույցն են։ Դիտարկելով հանրապետության վարչապետի ամենատարբեր թեմաների շուրջ մեկնաբանություն և ելույթները, նկատել են խոսքի, հետևաբար մտքերի ոչ ներդաշնակ ընթացակարգ, մտքերի ընդհատումը և հղումը այլ աղբյուրներ, կամանցումը մեկ այլ տրամաբանական դաշտ, ինչպես նաև բառերի բազմաթիվ կրկնություններ, բժշկագիտությամբ ընկալվում է որպես հոգեհուզական հիվանդությունների առկայություն և մատնանշում է ենթադրյալ հիվանդի հոգեկան անհավասարակշռված կամ որ նույնն է փսիխոպաթ լինելու մասին։ Իրեն ուղղված հարցադրումներում նա քաջ գիտակցում է հարցի տրամաբանական կողմը, սակայն սպասվող պատասխան ներկայացնում է հարցին չարնչող երկարատև մեկնաբանությամբ, պատրանք ստեղծելով, որ պատրաստվում է բազմակողմանորեն տալ սպառիչ պատասխան, իսկ իրականում կոնկրետ պատասխանին հատկացնում է շատ կարճ ժամանակամիջոց, խորամանկաբար շրջանցելով կոնկրետ նյութը։ Միջազգային առողջապահական հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի 5-րդ հրատարակությունը, որը կոչվում է DSM-5, նմանատիպ վարքագիծը ենթադրում է փսիխոպաթ անձնավորություն և հղում է անում հակասոցիալական անձի խանգարման տիրույթ, այն է ASPD տիրույթ, որի դեպքում ենթադրյալ հիվանդը չի կարող ազատվել որևէ քրեական պատասխանատվություն, որն էլ վավերացված է առողջապահական միջազգային գործող կանոնադրությամբ։ Այսպիսի պայմաններում առաջ է գալիս հոգեհուզական հիվանդությունից հանգամանքը փաստող հայաստանյան մասնագիտացված հանձնաժողովների գոյությունը, որը Հայաստանում գոյություն չունի, մասնավորապես հոգեկան սահմանային և ոչ սահմանային հիվանդությունների, գլխուղեղի առաջին, երկրորդ, ազգանշանային համակարգի դինամիկան հետազոտելու նպատակով, որի մասին բազմիցս դիմել եմ խորհրդարանի ընդդիմադիր ուժերին։ Իրապես հիվանդ մարդկանց անհրաժեշտ է բուժել, սակայն այս դեպքում, որը հոգեպես անհավասարակշռված է, որպես սոցիալապես վտանգավոր անձ պահանջվում է մեկուսացնել։ Թերևս շեղվելով նյութի բուն իմաստից ասեմ, որ մեր խնդիրը միայն հոգեպես անկայուն երկրի ղեկավար ունենալը չէ, այլ օրավարձը չկորցնելու նպատակով կեղծ նվիրալների իշխանամետ բազմության գոյությունը, որոնք բժշկագիտական տերմինաբանությամբ առաջնային չարորակ ուռուցքի հյուսվածքային տարածվածություններն են կամ մետաստազները։ Մեր խնդիրը նաև անսկզբունքային ազգային արժեհամակարգին թերարժեք գիտակցությամբ, հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հայոց լեզվի, հայ առաքելական եկեղեցու դերի մասին լայն մասաների տեղեկատվության բացակայությունն է, որը ըստ իս առավելապես դաստիարակչական է, քան կրթական։ Վերջում ուզում եմ նշել, որ հանրապետության առողջապահական համակարգը
հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնը հանել առողջապահության նախարարության ենթակայությունից, դարձնելով առանձին անկախ վարչական միավոր, կատարել կառուցվածքային փոփոխություններ, դնելով նրանց վրա հոգեվերլուծական պարտականություններ, բոլոր պաշտոնյաների ամենամյա հետազոտություններ անցկացնելու նպատակով։ Հիմա երբ արդեն տեղեկացված եք եւ ընտրել այնպիսի հոգեվիճակով տեխնացուին, ինչպիսին Փաշինյանը, ավելի քան ծիծաղելի է։ Կարծեմ պետք է ընտրել չարիքի փոքրագույնը, նպատակ դնելով ունենալ կոալիցիոն կառավարություն, խոստումների չկատարման դեպքում մտնելով անվստահության քվեի ինստիտուտ։ Իսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք հաճո չեն գտնի արտերկրից արվող մեկնաբանությունները հղում անելով հայրենասիրության որպես Հայաստանի ներկա սահմաններում գտնվելու նախապայման, թույլ տվեք նկատել, որ դրսում հայը կարող է շատ անգամ ավելի հայամետ լինել, քան բուն երկրում գտնվող ոմանց, իդեմս ներկա եւ որոշ նախկին իշխանավորների։ Ես Վարդան Կարագյուզյանը, շնորհակալություն։